Դատարանն ազատ է արձակել Գյումրիի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածու Արթուր Գրիգորյանի հորը Կամո Գրիգորյանին եւ որդուն Կարեն Գրիգորյանին, որը մեր քաղաքը դաշինքից ավագանու թեկնածու է։ Նրանց նկատմամբ վարչական հսկողություն է սահմանվել։ Իրավապահները նրանց ձերբակալել էին նախօրեին ընտրակաշարքի մեղադրանքով։ Ընդհանուր առմամբ Գյումրիում 3 ձերբակալված 8 անձանցից 4-ի նկատմամբ դատարանը խափանման միջոց է ընտրել վարչական հսկողությունը։ Նրանց արգելվել է երեկոյան ժամը 8-ից մինչև առավոտյան 8-ը բացակայել տնից, նաև արգելվել է շփվել այդ վարույթով անցնող մյուս անձանց հետ։ Լոռու մարզում 18-ից 20 դիմակավորված անձին կապորինի մուտք են գործել Հաղպատ բնակավայրի վարչական տարածքում գտնվող Փիրուզի հանքաքարի տարածք ու փորձել հանքանյութ գողանալ։ Կրակոցներ են հնչել Շամշյանքոմի տեղեկություններով, կրակոցն արձակել է ոստիկանը գողոնով փախչող կասկածյալներից մեկի ուղղությամբ, երբ վերջինը չի կատարել ոստիկանի կանգնելու հրահանգը։ Կասկածյալը շնող բնակավայրի բնակիչ Էդգար Խարատյանը հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել, քրեական վարույթ է նախաձեռնվել։ ԱՄՆ 60 կոնգրեսականներ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին կոչ են արել կիրառել Ազատության աջակցության ակտի 907-րդ հոդվածը, պահանջելով անհապաղ դադարեցնել ամերիկյան ռազմական օգնությունը Ադրբեջանին։ Նրանք մատնանշել են Բաքվի կողմից Արցախի 120,000 բնիկ հայ քրիստոնյա բնակչության էթնիկ զտումները, ինքնիշխան հայկական տարածքների շարունակական օկուպացիան, ինչպես նաև հայ գերիների անօրինական կալանավորումն ու բռնությունները։ Օրենսդիրները նշել են, որ Ադրբեջանի նկատմամբ պատասխանատվության բացակայությունը ոչ միայն կնորմալացնի նրա գործողությունները, այլև կխրախուսի Միացյալ Նահանգների մրցակիցներին, ովքեր ձգտում են օգտվել Վաշինգտոնի անգործությունից։ Ամերիկյան Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հավանություն է տվել Մեգոբարի ակտին, որը նախաձեռնվել է ի պատասխան Վրաստանում ժողովրդավարության անկման։ Դեմոկրատ սենատոր Ջին Շահինն ասել է, թե սա ազդանշան է վրաց ժողովրդին, որ աջակցում են նրա ջանքերին ժողովրդավարական ապագան պահպանելու համար։ Ակտը նախատեսում է Վրաստանի ղեկավարության դեմ լայնածավալ պատժամիջոցների կիրառում։ Միաժամանակ փաստաթղթում խոսվում է Միացյալ Նահանգների եւ Վրաստանի միջև վիզային ռեժիմի ազատականացման, տնտեսական համագործակցության ընդլայնման եւ անվտանգության աջակցության լայն փաթեթի մասին, եթե Թբիլիսին որոշի վերադառնալ ժողովրդավարության ուղի եւ հրաժարվել հակաարևմտյան հռետորաբանությունից։ Իսրայելն օդային հարված է հասցրել Լիբանանին, թիրախավորվել է Բեյրութի հարավային թաղամասերից մեկը, հաղորդում են տեղական լրատվամիջոցները։ Սա նոյեմբերին կնքված հրադադարից ի վեր Իսրայելի առաջին հարձակումն է։ Նշվում է, որ իսրայելական ռազմական ինքնաթիռները հարվածել են Բեյրութի հարավային արվարձանում գտնվող Հադադ թաղամասին։ Այն խիտ բնակեցված տարածք է, որտեղ բազմաթիվ բնակելի շենքեր ու դպրոցներ կան։ Մինչ այս իսրայելական կողմը նախազգուշացրել էր հարվածների մասին, բնակիչներին տարհանման կոչ անելով։ Մյանմայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետևանքով մինչ այժմ գրանցվել է 59 զոհ։ Մյանմայի կենտրոնական Տաունգու քաղաքի դպրոցի շենքում ավելի վաղ արգելափակված 20 երեխաներից 5-ին մահացած են գտել, մյուս երեխաներին շարունակում են որոնել։ Տուժածների թիվը հասել է 300-ի։ Զոհերից 55-ը Մյանմայում են, հարևան Թայլանդում աղետի զոհ է դարձել 4 մարդ, 81 հոգի անհետ կորել է։ Հիշեցնենք, Մյանմայում այսօր 7.7 մագնիտուդով ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել, ստորգետնյա ցնցումները զգացվել են նաև հարևան 5 երկրներում՝ Թայլանդում, Բանգլադեշում, Հնդկաստանում, Լաոսում և Չինաստանում։